Ես խելոք քարոզ արշավեսել էր անիջան։ Առանց գորգռալու, ճղճվալու, առանց անհանգստություն պատճառելու մարդկանց, հանգիստ բացատրելով, հասկացնելով, որն է լավը, որն է վատը։ Իսկ դուք ինչ եք առաջարկում Վաղարշապատի խոշորացված համայնքի բնակիչներին եւ ինչով եք մյուս տեխնատուներից, ինչով է մյուս տեխնատուների ծրագրերից ձեր ծրագրերը տարբերվում։ Նախ առաջի հերթին ասեմ, որ մենք քաղաքական ծրագիր չենք ներկայացնում։ Մեր ամբողջությամբ մեր ծրագիրը մեր քաղաքին, մեր համայնքին է նվիրված։ Մենք առաջարկում ենք հանգստություն մարդկանց, առաջի հերթին, հանել էս պատերազմական իրավիճակից, որ ստեղծել են Քոչարյանն ու Փաշինյանը, մարդկանց տրամադրությունը վերադարձնել իրենց եւ իհարկե քաղաքի կառուցումը, որը իմ մասնագիտությունն է, որը ես շատ լավ եմ տիրապետում եւ գեղեցկացնենք մեր քաղաքը, մեր համայնքը։ Մամուլը գրեց ձեր վերաբերյալ նշվում էր, որ դուք բիզնես ոլորտից եք եւ չնայած դուք ասում եք, որ հանեք Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի այսպես շրջապտույտից, բայց ձեզ կապում էին Փաշինյանի հետ, նշելով, որ դուք վերջում օգնելու եք Արգիշտի Մեխակյանին։ Ես այսօր հենց լսեցի Սևակ Խաչատրյանի ելույթը, որ նա համարում է, որ ինչ տարբերություն, եթե ես պատրաստ եմ, եթե ինձ միանան, եթե նույնիսկ ՔՊ-ն միանա, ես նրան համաձայն կլինեմ, եթե նա չի ուզում ՔՊ-ն միանա, թող ինքը միանա։ Եթե նա չի ուզում ՔՊ-ն, որ ինձ միանա, թող ինքը միանա։ Միանշանակ ես ասել եմ եւ կրկնում եմ, որ չի լինելու իմ կողմից օգնություն, որովհետեւ ես չեմ օգնելու ոչ ՔՊ-ին, ոչ էլ քոչարյանական մյուս մնացած թիմերին դառնան այս քաղաքում քաղաքապետ։ Եթե առանց իմ օգնության կդառնան, թող դառնան, խնդիր չկա։ Ես կշնորհավորեմ, ով որ կարողանա այս ժողովրդի 50+1 ձայնը հավաքի, ուրեմն դա մեր ժողովրդի ցանկությունն է եղել։ Այսինքն հստակեցնենք, դուք Փաշինյանի թիմակիցների հետ գործարքի չեք գնալու։ Գործարքի գնալ դուք ինչի նկատի ունեք, որ ես գնամ ձայն տամ իրանք ընտրվեն։ Միանաք հետընտրական դաշինքով։ Հետընտրական դաշինքով էլ չեմ միանալու, ես չեմ միանալու։ Ինձ խնդրեմ, թող գան միանան։ Եթե Սևակը շատ է մտածում, թող ինքը գա միանա։ Ես կուսակցական խաղեր չեմ տալի, ես կուսակցություններին կուսակցական պատկանելություն չունեմ։ Իմ միակ կուսակցությունը իմ քաղաքն է, իմ համայնքն է, իմ ժողովուրդն է։ Բայց այստեղ Սևակի հարցը չէր, այստեղ ուղղակի պարզ հարցրեցի։ Ես ուղղակի Սևակը այսօր ելույթ էր ունեցել, դա ասել էր, դրա համար ես ասեցի, թե չէ ես կանվաղ ոչ մեկի անունը չեմ տվել։ Ես հստակ դիրքորոշում ունեմ, ես ոչ մեկին չեմ օգնի։ Իսկ եթե ինչ-որ մեկը կօգնի, ես դառնամ համայնքապետ, քաղաքապետ, չգիտեմ ոնց է կոչվելու այդ պաշտոնը, համայնքապետ երևի։ Ես միայն ուրախ կլինեմ, ես որովհետև պետք է աշխատեմ իմ համայնքի համար, ինչու պետք է մերժեմ որևէ մեկին։ Եթե Սևակը միանա, Սևակին մերժեմ, շատ մեծ տարբերություն չկա Փաշինյան-Քոչարյան։ Տիկին Աննայիդ, փաստորեն դուք էլ մասնակցություն ունեք Էջմիածնի ընտրական գործընթացներին, ցուցակում եք։ Այո։ Ինչու այդպիսի որոշում կայացրեցիք եւ ինչով են ձեր ծրագրերը տարբերվում։ Դե ծրագրերը ամեն դեպքում մենք ենք որոշել, ոչ թե ինչ-որ մի տեղից հանել ենք, հա, այդ չգիտեմ, կառուցողական հիմնականում որ լինում է, մենք ինքներս ենք որոշել ու չգիտեմ, ամեն դեպքում ուզում եմ, որ համայնքի համար արվի ամեն ինչ ու ամենալավը, քանի որ ես այս 5 տարի այս ընտանիքների համար անում եմ ամեն ինչ ու ամենալավը, դե բոլորս էլ անիջան տեսնում ենք, որ մեր այսքան պայքարից մենք անզոր ենք ամեն դեպքում, չգիտեմ ոնց կլինի այս ամենը, ամեն դեպքում փորձենք, ես այստեղ նայում նպատակն է, որ այս ընտանիքներին, որի միջով ես այս 5 տարի անցնում եմ ու քայլում եմ ամեն օր իրանց հետ, այս ընտանիքները ոչ մի բանի խնդիր չունեն, ոչ մի կերպ անտեսված չլինեն։ Տիկին Աննայիդ, իսկ դուք վստահ եք, որ վերջում ձեր ուժը հետընտրական զարգացումներում չի օգնելու, հա, Փաշինյանի թիմին։ Մենք առաջին օրվանից հենց ինձ երբ որ առաջարկել են, ես առաջի օրն էլ հենց իմ հարցումը տվել եմ, ու մենք միանալու։ Եթե ոչ մեկին, ուրեմն օքեյ, շարունակվենք։ Եթե պիտի ինչ-որ մեկին միանանք, ես այստեղ չեմ լինելու։
Իսկ քանի որ ես արդեն այստեղ եմ, ինձ թվում է բոլորն էլ այդ խոսքերին կհավատան, որ այո, մենք չունենք ու չենք էլ միանալու ոչ մեկին։ Այ մեզ ով կմիանա, օքեյ, թողան միանան, մենք կընդունենք բոլորին, բայց մենք չենք միանալու ոչ մեկին։ Մեր օգնությամբ ոչ մեկ չի դառնալու, ոչ մեկին չենք միանալու։ 7 տարի առաջ ես անձամբ Էրմիածնի 80%-ը գիտի ու իմ Facebook-յան ընկերները, որ ես եկեղեցու կողքն եմ ելել, մինչև հիմա էլ եկեղեցու կողքն եմ։ Այսինքն ուզում եմ ասեմ նոր 7 տարի առաջ հարցակում եղավ նոր Հայաստան, նոր Հայրապետը, տենց մի հատ էլի խմբավորում կար, դիվանատան մեջ էս գցելով օղու շշել, վերջի լկտիությունը անում ենք։ Ես իմ 7 տարի առաջ իմ եկեղեցու կողքն եմ եղել։ Բա հիմա։ Ու հիմա էլ իմ եկեղեցու կողքն եմ, բայց այսօր իմ քաղաքական բանով, քաղաքական չէ, ասենց ասեմ, իմ Էրմիածնեցու Վարամ Ազատյանի հետ է։ Էդի կապ չունի, ինձնից շատ թող չասեն ոչ մեկ, որ 10 հոգով պաշտպանել եք, հետո կամաց դուք կհիշեք երևի այդ դեպքերը։ Այդ սատանայական նոր Հայաստան, նոր Հայապետ, այնտեղ կար Հայր Կորյուն, Լենինականի մանկավարժական ինստիտուտի այդ պրոռեկտոր Կարեն անունով ու տես շարունակ կարամ անուններ տամ։ Նրանցից մեկը Հովանավանքում կեղծ պատարագին էր Ես Անիջան հիմա էլ իմ եկեղեցու կողքն եմ, իմ եկեղեցու հետ եմ։ Իսկ ստեղ զուտ կա, տարբեր բաներ են, սա քաղաքական։ Ստեղ զուտ կա մարդկային ու ինչ մնում է որ ասում են Վարամ Ազատյանը կմիանա ԿՊ-ին, դա ուղղակի քաղաքական մանիպուլյատիվ հարցեր է, որոնք փորձում են ժողովրդին շեղել։ Դե հիմա տեսեք ասում եմ, Facebook-յան ընկերները նշանաչողները գիտեն, Անիջան, ես եկեղեցու կողքն եմ, թե չէ։ Բոլոր բարձրաստիճան հոգևորականները ճանաչում են ինձ, սիրում են, հարգում են։ Այդքան է կարամ ասեմ։ Իսկ Զախուցուրով որ կարա խոսա, հիմա որ նայում ես Facebook-ով, սա դարել են եկեղեցապաշտ։ Այն վաղ որ պլյամոր եփներ էին պատմում, ասում են եկեք, 15-20 հոգի ու տենց շատացան։ Մերսի։